Մարտի 1-ի գործի նոր զարգացումները։ Ինչ հարցեր են ծագում Հայկ Հարությունյանի գործի շուրջ։ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների քննությունը շարունակում է մնալ հանրության անորոշության կենտրոնում։ 2026 թվականի ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ համակարգի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դրան առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնյական լիազորություններն անցնելուն օժանդակելու և պաշտոնյական անփութության հոդվածներով, որոնք ըստ մեղադրանքի հանգեցրել են ծանր հետևանքների, այդ թվում մարդկային կորուստների։ Քննության վարկածով 2003-ից մինչև 2008 թվականներին ոստիկանության համակարգը ղեկավարած պաշտոնյան, այլ բարձրաստիճան անձանց հետ մեկտեղ, առնչություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաների դադարեցման գործողությունների։ Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, և նրա դերակատարումն այս իրադարձություններում առանցքային էր համարվում։ Սակայն այս պատմության մեջ ամենաշատ քննարկվող ու անպատասխան հարցեր թողած դրվագը կապված է նրա կյանքի հանկարծակի ընդհատման հետ, ինչը մինչ օրս տարբեր վարկածների ու կասկածների տեղիք է տալիս։ Ինչ է արձանագրված պաշտոնական փաստաթղթերում։ Ըստ իրավապահ մարմինների նախնական տվյալների, 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջջինյուն գտնվող իր առանձնատանը հայտնաբերվել էր ոստիկանության գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի մարմինը։ Պաշտոնական վարկածով տեղի ունեցածը որակվել էր որպես սեփական կյանքին վերջ տալու դեպք և վարույթ էր նախաձեռնվել համապատասխան հոդվածով։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք։ Հարությունյանը մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր։ Նախատեսում էր, որ նա պետք է կարևոր ցուցմունքներ տար դատարանում նախկին նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործի քննության շրջանակներում, հանրային տարակուսանքներ և վերլուծություններ։ Հենց այս համընկնումն է պատճառը, որ հանրության և փորձագիտական շրջանակների մոտ դժվարությամբ է ընդունվում պաշտոնական վարկածը։ Շատերը հակված են կարծելու, որ տեղի ունեցածը կարող էր ձեռնտու լինել որոշակի շրջանակների, ովքեր ցանկանում էին խուսափել անցյալի բացահայտումներից և լռեցնել կարևոր տեղեկատվության տիրապետող աղբյուրներին։ Սա լուրջ մտահոգություններ և հարցեր է առաջացնում, առ այն, թե որքանով են պաշտպանված նմանատիպ աղմկահարույց գործերով անցնող կարևոր վկաները։ Այս իրադարձությունների խորքային վերլուծությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ներկայիս իրավական գործընթացները։ Շնորհակալություն, որ հետևում եք իմ ալիքին։ Առաջիկայում կներկայացնեմ նոր ուշագրավ մանրամասներ այս քրեական գործի և դրա շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ։ Հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր սիրելի հայրենակիցներին ասեմ, որ ձեր սիրելի Փուտլերի ագրեսիայի ու պատերազմի մոլագարության արդյունքում մի բացառեք, որ աշնանը կամ ձմռանը Ուկրաինան ավելի կոշտ քայլերի չի գնալու, և ինչպես որ Ռուսաստանի Դաշնությունում ոչնչացրել և ոչնչացնում է նավթավերամշակման կենտրոնները, ապա նույն կերպ էլ հարվածելու է ռուսական գազատարներին, և ամբողջ Փուտլերստանը մնալու է առանց գազ։ Երբ Փուտլերի ֆաշիստական ռեժիմը սկսեց հարձակվել Ուկրաինայի ուղղությամբ, և Զախարովաները, Մարկոներն ու Սալավյովները ապուշի ժպիտով բարբաջում էին, թե բա հեսա Ուկրաինան ձմռանը սառելու է, ստկի, ու մի ձմեռ անգամ չի դիմանալու, ապա ասեմ, որ այդ բումերանգը վերադառնալու է Փուտլերստան։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող սիրելի հայրենակիցներ, պարզապես այսօրվանից պատրաստվեք նաև այդ սցենարին, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունը այս ձմռանը կարող է մնալ առանց գազի։ Գրել է Հայկ Թորոյանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը կարծես թե լիովին համակարծիք են։ Շատ են մեծ խոստումներ տալիս, բայց վերջին պահին խուսափում են պատասխանատվությունից։ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ է ժողովրդի սպասելիքները չի արդարացնում։ Եթե ընտրվել ես, արի խորհրդարան ու զբաղվիր քո գործով։ Մշակիր այն լավ օրենքները, որոնց մասին խոսում էիր, ներկայացրու ու անցկացրու։ Բայց իրենց թիմակիցներն էլ այժմ աչքի չեն ընկնում ակտիվ գործունեությամբ, միայն բարձր աշխատավարձ են ստանում։ Իսկ ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, սկզբում հայտարարում էր, թե մանդատ չի վերցնի, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, իսկ հիմա միտքը փոխել է, պատճառաբանելով, թե ուզում է Իշխան Սաղաթելյանի ու Նարեկ Մկրտչյանի կողքին լինել։ Դե թող իրենք էլ ասեն, արդյոք ունեն այդ ցանկությունը։ Ընդհանրապես, ինչ կշիռ ունի այս գործիչը քաղաքականության մեջ։ Լավ կլիներ, տեղը զիջեր հաջորդ թեկնածուին, գոնե մի քիչ ավելի աշխույժ ու հետաքրքիր կլիներ խորհրդարանում։ Հեղինակ՝ Հակոբ Սարգսյան։